Գործին գալը Բորիս Ավագյանի մահվան մասին, պիտի խնդրեմ, որտեղ դուք դեսպան եք եղել եւ հյուպատոսարանում տեղի ունեցավ։ Որ մենք գործ ունենք արդարադատության հանդեպ տոտալ անվստահության հետ, որը ինքնաբերաբար բերում է իր հերթին ինքնադատաստանի, այսինքն սեփական միջոցներով հաշվեհարդար տեսնում, անկախ նայած այդ հաշվեհարդարի առիթը կա թե չկա, եւ մենք տեսնում ենք ամենահիմար, ես չգիտեմ, անգամ քննարկման ոչ ենթակա պատրվակներով մարդկանց կյանքի ձեռքելու օրինակներ։ Էլ չեմ ասում ձեր բերած օրինակը, որը ոստիկանությունը փաստացիորեն իր բուն գործառույթով զբաղվելու փոխարեն զբաղված է պատնեշներով, այսպես արգելապատնեշներ կառուցելով փրկելու կառավարության ղեկին նստած երևույթին։ Շատ ինձ համար ցավալի էր Բորիս Ավագյանի դեպքը, առաջինը, որովհետև դա Հայաստանի Հանրապետության փաստական տարածքում է, որտեղ հյուպատոսությունը համարում է Հայաստանի Հանրապետության տարածք։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին փաստացիորեն ապաստան էր գտել իր պետության տարածքում, որում նա սպանվել է։ Եվ այս առումով խնդիր է, որովհետև նա կրում էր բավականին շատ տեղեկատվություն եւ իր դատելով իր իսկ տված տեղեկատվական հաղթահոսքերից, որը այս իշխանությունների կոռուպցիոն մեխանիզմների եւ համակարգերի մասին էր խոսում։ Հիշենք այն Մաքսայինի հետ ինչ էր Շուշանիկ էր, ինչ էր, չէ՞, ղեկավար էր, տեղակալ էր, որի հետ կապված Մաքսային այդ մախինացիաների ծրագրի մաս էին կազմում, թե ինչպես դեպի ԵԱՏՄ արտահանումներ իրականացնել խուսափելով Մաքսային турքերի վճարումներից, որի պատճառով էլ ենթադրում եմ նա հենց Ռուսաստանում հայտնվել է հետախուզման ներքո։ Ես ենթադրում եմ, որտեղ նույն Մաքսային турքերից խուսափելու հանցանքն է վերագրվում իրեն։ Այստեղ խնդիրները բազմաթիվ են, սա ուղղակի սկանդալ է, որ մեր քաղաքացին մեր տարածքում սպանվում է դիվանագիտական հաստատությունում պաշտպանություն ստանալու փոխարեն։ Այդ տարածք օտար մարդ չէր կարող մոտ գործել։ Այսինքն կամ հյուպատոսության աշխատակիցներն են մեղավոր, կամ որոշակի հարցադրումներ են առաջանում, իսկ մենք գիտենք, որ կան տեխնոլոգիաներ, որ մարդկանց կարող են հասցնել որոշակի վիճակի եւ այս առումով մանանդ իր Չէ, բայց հարցը եթե մարդը ուզում է ինքնասպանություն գործել, ինչի է գալիս հյուպատոսարան պաշտպանություն խնդրում, պատրաստ է պատասխանատվություն կրել, վերադառնալ, աբսուրդ է սա։ Բայց մենք հասկանում ենք, որ տվյալ պարագայում իր վերադարձը անցանկալի էր այս իշխանությունների համար եւ այդտեղից է սկսում բազում հարցերը։ Այսինքն բացի նայած, որ դիվանագիտական հաստատությունում անձեռնմխելիություն ունեցող տարածքում, իր երկրի տարածքում, այդ երկրի քաղաքացին սպանվում է, մենք խնդիր ունենք նաև դրա պատճառների հետ։ Եվ փաստաբաններն առաջին արձագանքը դա էր, որ բացառված է, դա չեն ընդունում, չէր կարող։ Այսինքն մարդը պատրաստական է եղել եւ ինֆորմացիա տալ եւ պայքարել եւ ներկայացնել եւ եթե պետք է պատասխանատվության ենթարկել, այդ ինչի որոշեց գալ այնտեղ։ Ճիշտն ասած զարմանում է, որ այդպիսի փորձառություն ունեցող մարդը իրեն չի ապահովագրել համապատասխան տեղեկատվության արտահոսքով, որը կերաշխավոր էր իր կենթանի մնալը, որովհետև սովորաբար ուղղակի վստահանալով հյուպատոսության, որովհետև մեզ համար սա իրոք բացառիկ դեպք է։ Էլի ԿՊԱ-ական է, չէ՞, հյուպատոսով է հիմա։ Գողության դեպքեր չենք ունենում հյուպատոսություններում կամ դեսպանություններում, որ մնաց սպանության կամ իբրև թե ինքնասպանության դեպքեր, էլի սա այնքան արտառոց է նույն։ Ես պատկերացնում դիվանագիտական կորպուսի աշխատողների դեմքը, երբ որ նման բան։ Եթե նկատի ունենանք ինչ դեմքեր են հայտնվել հիմա մեր դեսպանատներում, ինչ պատահական մարդիկ են հայտնվել եւ ովքեր են հայտնվել, արդեն այդ ձեր զարմանքը արդեն խնդիրները, բայց ուզում եմ ասեմ, այնքան արտառոց է ինքնին երևույթը եւ տվյալ դեպքում էլ դու օտար պետության փաստացի քննչական մարմիններին ստիպված ներս են թողել, որը կարող էին հանգիստ չանել եւ սпасել մեր քննչական մարմինների գալուն, դա մեր իրավունքի մեջ է, մեր քաղաքացին, մեր տարածքում, մեր քննչական մարմինները
կգան, բայց ես ենթադրում եմ նաև իրենք փորձել են դրանով իրենց ինչ-որ միտեղ ապահովագրել։ Հարցերը շատ են։ Երեք էլ տեսակ խոսում է Նիկոլը, ասում է, տեսեք, եթե ես միջամտել ըստ էության փոքր հետ գնամ, ինքը խոստովանեց, որ փորձել է միջամտել դատաիրավական համակարգին, ասում է, տեսակ, ես գնում էի բան անելու, շրջափակելու, չստացվեց, ես էսա էի անում, չստացեց, որ ինձանով լիներ, չէր ազատվի Ռոբերտ Քոչարյանը, իբրև թե դատաիրավական համակարգը չի ենթարկվում իրեն։ Դատաիրավական համակարգը, բայց նաև խոստովանեց, որ մարդը փորձել է ճնշել եւ ինչ է արել։ Ամբողջությամբ չի ենթարկվում, բարեբախտաբար մենք դեռ ունենք դատավորներ, որոնք իրենց երթմանը հավատարիմ ծառայում են պետությանը, ոչ թե կառավարության ղեկին հայտնված երևույթին, եւ այս առումով այդ դատավորները անգամ սեփական հետապնդման, մենք տեսել ենք բազում դեպքեր, անգամ դատավորի կարգավիճակից եւ կոչումից զրկելու դեպքեր, հետապնդման անգամ արդյունքում իրենք հավատարիմ են լինում իրենց մասնագիտական երթմանը եւ իրենց խղճին։ Այստեղ մենք ֆիքսենք, որ բարեբախտաբար մենք ունենք դեռ դատավորներ եւ դատական, այո, որոնք նաեւ ապագայում հիմք են դառնալու վերականգնելու եւ արդարադատության հանդեպ վստահություն